Վարորդական իրավունքի վկայականը կարող եք չպահել ձեր մոտ, եթե թվայինը ունեք։ Ներքին գործերի նախարարությունը առաջարկում է հնարավորություն տալ Հայաստանի տարածքում երթևեկել առանց վարորդական վկայականի ֆիզիկական առկայության և հաշվառման վկայագրի, եթե այդ փաստաթղթերը հատկացվել են Հայաստանի իրավասու մարմինների կողմից։ Նախագիծը հաստատվեց կառավարության մայիսի 15-ի նիստում։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնեց նաև, որ գործող վարորդական վկայական ունեցողը կարող է դիմել և ստանալ թվային վկայական։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը վարում էր կառավարության նիստը, առաջարկեց հետագայում վերանայել քաղաքականությունը։ Ըստ նախագծի այս կարգավորումները կնվազեցնեն քաղաքացու բյուրոկրատիկ ծանրաբեռնվածությունը և կնպաստեն գործընթացների թվայնացմանը առանց ներքին գործերի նախարարության ստորաբաժանում այցելելու։ Հաշվառման վկայագրերն ու պետհամարանիշները հնարավոր կլինի ստանալ փոստային առաքմամբ, մինչև բնակության հասցե։ Նախագծով նախատեսվում է սահմանել պետական տուրք նաև հաշվառման փաստաթղթերի առաքման համար։ Նախագծով առաջարկված փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2025 թվականի սեպտեմբերի 1-ից, եթե ազգային ժողովը այն հաստատի։